սիրտը պատրաստենք Տիրոջը արժանի փառք տալու։ Ուզում եմ կարդալ Սաղմոս 5-րդ գլխից։ Բայց ես շատ ողորմությունով կմտնեմ քո տուն, եւ դեպի քո սուրբ տաճարը երկրպագություն կանեմ քո երկյուղովը։ Տեր, առաջնորդիր ինձ քո արդարությունով, շիտակ արա քո ճանապարհն իմ առաջին։ Բայց թող ուրախ լինին քեզ բոլոր հուսացողները, թող հավիտյան ցնծան, որտեվ դու պահպանում ես նրանց։ Թող քեզանով զվարճանան քո անունը սիրողները, որտեվ դու օրհնում ես արդարին, ով Տեր, դու հաճությունով պատում ես նրան, ինչպես Վահանով։ Ամեն, ամեն սիրելիներ։ Եկեք միասին Տիրոջը մեծարենք ու փառաբանենք։ Միասին երգենք։ Դեպի Տերը երգենք ուրախությամբ, բարձրաձայն աղաղակենք մեր փրկության վեմին, գոհություն մատուցանք
Շնորհակալ լինի մեր ամենակարող Աստված, լսենք մեր հայտարարությունները։ Շարունակենք մեր Տիրոջը տալ փառք, պատիվ ու երկրպագություն, ինչ հրաշալի է Տիրոջ ներկայության մեջ ապրելը։ Տեր, շնորհակալ ենք, որ Տեր, Դու սուրբ ես, բարձրյալ, ամենակարող, և Տեր, Քո ամենաայդ կատարելությունով Տեր, Դու համաձայնվել ես գալ այսօր այստեղ և լսելու մեր երկրպագությունը։ Մենք տալիս ենք Քեզ փառք, որ մեզ տանես Քո խորքերը, Քո սրբության խորքերը Տեր, որ Քեզ ավելի ճանաչենք։ Մենք փափագում ենք տեսնել Քեզ, մենք փափագում ենք լսել Քո ձայնը ու պահել Քո խոսքը։ Մեր միակուս մենք մեծարում ենք Քեզ։ Քո խոսքն ասում է. «Երանի նրան, որ Դու ընտրում ես և ընդունում, որ Քո սրահը բնակվի, թող կշտանան Քո տան սուրբ տաճարի բարիքներով, զարհուրելի կերպով արդարությունով կպատասխանես մեզ, ով մեր փրկության Աստված, որ երկրի ծայրերի և ծովի հեռավոր տեղերում բնակվողների հույսն ես։ Դու մեր հույսն ես, Տեր, և մենք երգում ենք Քեզ, Տեր, մենք երգում ենք, որ Դու մեր միակ հույսն ես։ Հալելույա։
երկրպագություն ու փառք, Տեր դու արժանի ես առնելու ամեն փառաբանություն ու փառքին Տեր։ Մեծարված Աստված, մենք ուզում ենք Տեր տեսնել քեզ, վայելել քո ներկայությունը, Տեր հայտնի արա մեզ քո ներկայությունը ավելիով Տեր։ Սուրբ Աստված, հավիտյան փառավորվի քո սուրբ անունը։ Քո
եւ էլի ամեն։ Ողջույն սիրելի եկեղեցի, ողջունում ենք ձեզ մեր Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ուրախ ենք ձեզ ողջունել այստեղ։ Հուսամ դուք էլ եք ուրախ, որ մեկը մյուսին ողջունեք, ամեն։ Եկեք մեկս մյուսին նայենք, ողջունենք եւ ասենք բարով ես եկել Տիրոջ տուն։ Հրաշալի է լինել Աստծո տան մեջ, հրաշալի է լինել Աստծո սրբության մեջ։ Գիտեք, Աստված ամեն ժամանակ իր ժողովրդին ու սուրբերին հավաքում է, որպեսզի նրանց հետ անցկացնի ամենահրաշալի ժամանակները։ Ես խորապես համոզված եմ եւ գիտեմ, որ դուք էլ ինձ հետ միասին, որ չկա մի հավաքույթ, որտեղ Աստծո ներկայությունը չլինի կամ երբ որ գա, ոչինչ տեղի չունենա։ Ամենակարևոր փոփոխությունը, որ մարդը ապրում է գիտակցության փոփոխություն, կյանքի փոփոխություն։ Երբ որ փոխվում է մարդու մտածելակերպը, երբ որ մարդը փորձում է հասկանալ իրականում ինչ է կատարվում իր կյանքի հետ, Աստված ինչ մատնահետ կա դրել իր կյանքի վրա, այն ժամանակվանից դու սկսում ես նոր ապագա տեսնել։ Փորձում ես հասկանալ, որ Աստված չի վերջացրել իր գործը քո կյանքի մեջ։ Ամեն։ Նայիր ինչ որ մեկին, որին որ հələ չես հասցրել տեսնես, եւ իրան ասա Աստված գործ ունի քո կյանքի մեջ։ Եվ նա չի վերջացել իր գործը, նա չի դադարեցնի մինչև դա չանի, կատարյալ եւ ամբողջական։ Ամեն։ Թող Տերը օրհնի մեզ սիրելիներս։ Ինձ համար օրհնություն է այստեղ ծառայել եւ օրհնվել միասին Տիրոջից, սիրելիներս, քանի որ ժամանակը հասել է, որպեսզի մենք մեր նվիրատվությամբ, մեր օրհնություններով Տիրոջը օրհնենք, երբեմն հարցեր են առաջանում, թե ինչպես կարելի է դա հասկանալ, ինչպես ենք մենք Աստծուն օրհնում։ Գիտեք, Աստծուն կարելի է օրհնել տարբեր կերպերով։ Աստծուն կարելի է օրհնել պարզապես ծափահարությամբ, կարելի է օրհնել ձայնով, կարելի է օրհնել տարբեր կերպերով, բայց ես խորապես համոզված եմ, որ Աստծուն օրհնելու տարբերակները շատ են։ Եվ ուզում եմ դրանցից մի քանիսը ձեզ ասեմ։ Վստահ եմ դուք կուզեք, չէ՞ իմանալ։ Ինչպես ենք օրհնում Աստծուն։ Ես ուզում եմ Սուրբ Գրքից մի հետաքրքիր համար կարդալ, որ գրված է Եսայի մարգարեության մեջ, եւ այս մարգարեական խոսքերը շատ զորավոր են, սիրելիներ։ Գրված է այսպես. Եսայի 56-րդ գլուխ 6-ից 7 համարները։ Աստված այստեղ խոսում է մարդկանց մասին, որոնք որ ընդհանրապես Աստծուն օրհնելու սովորությունը չունեին, եւ նրանք օտարներ էին, եւ նրանք ովքեր որ հակառակներ էին Աստծուն ժամանակին, բայց իրենց սիրտը դարձրեցին դեպի կենթանի Աստվածը, եւ Աստված նայեց մարդկանց սրտերին, նայեց մարդկանց կյանքին, որոնք որ դարձել էին դեպի իրեն, եւ Աստված խոստում տվեց այս մարդկանց համար։ Ես շատ եմ սիրում, երբ որ Աստծո խոստումները կարդում եմ եւ տեսնում եմ, թե Աստված ինչպիսի հրաշալի խոստումներ է տալիս նրանց, ովքեր ժամանակին իրենը չէին, հետո դարձան իրենը։ Ուզում եմ կարդալ ձեզ Եսայի մարգարեություն 56 գլուխ 6-7 համարներ, ասում է. Եվ այն օտարականների որդիները, որոնք հարել են Տիրոջը, այսինքն եկել են եւ միացել են Տիրոջը, կպել են Տիրոջը, նրան ծառայելու են Տիրոջ անունը սիրելու, նրանք ովքեր որ Աստծուն ուզում են այս հատուկ ծառայությունը մատուցեն, գիտեք որն է, շատերս մտածում ենք ծառայությունը մենակ բեմում է, պաշտամունքի խումբն է կամ ինչ որ հատուկ ինչ որ ծրագրեր է, սիրելիներ, Աստծո խոսքն ասում է նրանք ովքեր որ կանչվել են, եկել են ծառայելու Տիրոջը սիրելու, հալելույա։ Գիտեք, որ ամենամեծ ծառայությունը Աստծուն սիրելն է։ Երբ որ սիրում ես, պատրաստ ես նրա համար անես ամեն ինչ։ Իսկ եթե ամեն ինչ անես, բայց Աստծուն չսիրես, հաշվիր ոչինչ չես արել։ Եվ ասում է, նրան ծառայելու են Տիրոջ անունը սիրելու եւ նրա ծառաները լինելու համար։ Եթե սիրում ես Աստծուն, նրա կամքը կատարելը քեզ համար դառնություն չէ։ Նրան օրհնելը քեզ համար բեռ չէ։ Երբ որ սիրում ես Աստծուն, դու անում ես գիտակցաբար, որտեվ գիտես, այն Աստվածը, որի նկատմամբ դու այդպիսի վերաբերմունք ես ցույց տալիս, նա շարունակ քո հայրն է եւ բարի է քեզ հանդեպ։ Ամեն։ Եվ ասում է, այսինքն բոլոր այն անձերը անգամ, որոնք չփխծեցին շաբաթ օրվա սուրբ պահելը, այսինքն նրանք, ովքեր որ գիտեն, որ մեզ համար դե շաբաթը գիտեք, կիրակին է, չէ՞։ Հիմա այդպես է դասավորվել, մեր կալենդարը փոխված է։ Հրյաների մոտ իրանց կիրակին շաբաթն է, որտեվ օրը սկսում էր շաբաթը սկսում էր 1 շաբթի օրվանից, բայց Աստծո խոսքը ինչ է ասում։ Նրանք ովքեր գիտեն Աստծո օրը սուրբ պահել, այսինքն ձեզ։ Դու վարժեցրել ես քեզ այս օրը Տիրոջ համար առանձնացնելու եւ այստեղ այս սրահում լինելու, եւ սրա համար Աստված ինչ է ասում քեզ։ Ինչ է ասում։ Եվ այն ուխտը, որ դու բռնել ես Աստծո հետ, ասում է, նրանց էլ պիտի բերեմ իմ սուրբ սարը, Աստծո ներկայության մասին է, եւ նրանց պիտի ուրախացնեմ աղոթքի
տան մեջ։ Աստված ասում է, ես նրանց պիտի ուրախացնեմ իմ աղոթքի տան մեջ։ Եվ շարունակությունը, ինչպես Աստված ուրախացնում քեզ, ինչպես Աստված վերաբերվում ինձ եւ քեզ սիրելիներ, ասում է, նրանց ողջակեզներն ու զոհերը ընդունելի պիտի լինեն իմ սեղանի վրա, որովհետեւ իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ազգերի համար։ Այս վերջի խոսքը ձեզ համար ծանոթ է, չէ՞։ Հրաշալի է այս խոսքը, իսկապես հրաշալի է։ Եվ ասում է, որ նրանց ողջակեզներն ու զոհերը ընդունելի պիտի լինեն։ Այսինքն Աստված ուզում է ուրախացնի քեզ ընդունելով քո նվիրատվությունը։ Ինչպես Աստված ուրախացնում, հակադարձ քեզ օրհնելով։ Հակադարձ քեզ օրհնելով։ Ինչու, որովհետև երբ որ դու անում ես քո փոքրագույնը թեկուզ, ես չեմ ասում, որ մենք Աստծուն փոքրը տանք, լսեք սիրելիներ, Աստծո նկատմամբ կներեք բառիս համար, քծիպ չլինեք։ Որտեվ Աստծո խոսքն ասում է, խնայելով ցանողը կամ սերմանողը, խնայելով էլ կհնձի։ Բայց առատությամբ ցանողը առատությամբ կհնձի։ Հիմա այստեղ մեր սրտերին պետք է նայենք, ոչ միայն կարողություններին, այլ սրտերին, եւ տեսնենք ինչպես ենք մենք անում, եւ Աստված ասում է, ամեն մի զոհաբերություն, ամեն մի նվիրատվություն, որ դու կանես ինձ համար, Աստված ասում է, ես դրա համար քեզ կուրախացնեմ։ Ուզում ես ուրախանաս, Աստծո նկատմամբ քո զոհաբերությունները պահիր։ Աստծո նկատմամբ քո հավատարմությունը պահիր, ոչ միայն քո անձը, այլ նաև այն ամեն ինչով ապրում է քո անձը։ Երբեմն մենք մեր անձը պատրաստ ենք տալու, Տեր, ես քոնն եմ, Տերն ասում է, չեմ հավատում, որովհետև դու հույսը դրել ես նրա վրա, ինչով որ ապրում է այդ անձդ։ Այդ եսդ ինչով ապրում է, մտածում ես նա ավելի կարևոր է, բայց ամենակարևորը սա է։ Այն ամենը, ինչ որ դու ասում ես, ես տալիս եմ քեզ քո անձը ներկայացնելով, նույնպես պետք է տանք մենք ամբողջ պատճառն էլ, ամբողջ առիթն էլ, թե ինչպես եմ ես ապրում, դա էլ է քոնը Տեր Հիսուս։ Եվ հարց եմ ուզում տամ, այն Աստծուն, որին դու ճանաչում ես, պարտքի տակ մնալ գիտի թե ոչ։ Երբեք, բարձր ասեք։ Ոչ, երբեք։ Նա ամոթով չի թողի, քո գլուխը ծուր չի թողի։ Նա քո զավակների վրա օրհնություն կարձակի, այդպես ասում Աստծո կենթանի եւ զորավոր խոսքը։ Եվ ինչ ասում այս խոսքը, որ ուզում եմ վերջին մասը ասեմ, սիրելիներ, եւ պատրաստվենք մեր ընծաներով, մեր օրհնությունները բերենք Տիրոջ առաջ, ասում է. նրանց ողջակեզներն ու զոհերը ընդունելի պիտի լինեն իմ սեղանի վրա։ Ուր ես դնում, երբ որ քո ֆինանսները, քո օրհնությունը տալիս ես, ուր ես դնում։ Մենք նրան ասում ենք արկղ։ Բայց դա Աստծո խոսքն ասում է սեղան է։ Միտեղ, որտեղ դու դնում ես քո ընծան, քո նվերը, որպեսզի ասես Տեր, այն ամենը, ինչով որ ես ապրում եմ, ես պատրաստ եմ դա էլ քեզ տալ։ Որովհետև ոչ թե ես ինձանով եմ ապրում, այլ քեզանով եմ շարժվում, քեզանով եմ ապրում եւ քեզանով կամ։ Ամեն։ Ես շատ եմ մտածում այս խոսքի մասին, ճիշտն ասած սիրելիներ, ուզեմ ձեզ համար կարդամ մի հրաշալի խոսք, որ գրված է 4-րդ Թագավորաց 12 գլխի 9-րդ համարից, ասում է. եւ Հովյադա քահանան մի արկղ առավ եւ նրա խուփի վրա մի ծակ փորեց եւ նրան դրեց սեղանի կողքերը, Տիրոջ տան եկող մարդկանց աջ եւ դրան պահպանություն անող քահանաները այնտեղ են գցում ամեն փող, որ բերվում էր Տիրոջ տունը։ Հետաքրքիր է, չէ՞։ Աստված ամեն ինչի համար խոսք ունի։ Ուրեմն սիրելիներ, եւ այդպես ասում է, որ եղավ, երբ որ տանում էին եւ արկղում նետում կամ դնում էին իրենց փողը, եւ շատ ժամանակ էր գալիս, որ ասում է գրագիրը գալիս էր եւ վերցնում էր եւ հաշիվ էին անում եւ ամեն բան դրվում էր Տիրոջ տան շինարարության վրա։ Սիրելիս, ինչ որ դու անում ես, դու սրանով մասնակից ես լինում Աստվածային տնաշինարարությանը։ Եվ մենք բոլորս անկեղծ սրտով, լեցուն հավատքով, սրտանց, սիրով եւ հոժարակամ դա անում ենք, որովհետև գիտենք, պատվում ենք Թագավորի գործին, նրան, ով շուտով պիտի վերադառնա հաշիվ առնելու, ինչպես վերաբերվեցինք այն ամենի հետ, ինչ որ Աստված մեզ տվել էր։ Ամեն։ Ուրեմն սիրելիներ, պատրաստենք մեր սրտերը նվիրատվության եւ միասին երկրպագությամբ Տիրոջը պիտի օրհնենք եւ մեր ընծաները պիտի բերենք եւ հետո շարունակությունը միասին պետք է վայելենք։ Սիրելիներ, այսօր պատգամը ես չեմ փոխանցելու, այսօր Իվան եղբայրս պիտի ծառայի մեզ, բայց նախքան որ սիրելի եղբայրս գա այստեղ ծառայելու, այսօր մեր մեջ մի թանկ, մի հրաշալի եղբայր ունենք, առաջի անգամ հյուրաբար մեր մեջ է, բայց ինքը հյուր չի, որտեվ իսկապես Աստծո տան մեջ ոչ մեկ հյուր չի լինում, հյուրը եկող գնացող է։ Մենք բոլորս տանեցիներ ենք լինում, գալիս ենք ու մնում ենք։ Ամեն։
Իհարկե եղբայրս Աստծո տան մեջ է մնում եւ ապրում, բայց ոչ թե մեր մոտ, այլ Կանադայում։ Ամիսներ առաջ, երբ որ ես Կանադայում եի եւ ծառայում եի մի հրաշալի եկեղեցում, որի հովիվ իմ սիրելի եղբայր Ջորջ Դաբոն է, եւ իհարկե հրաշալի է լինել տեսնել այդ քաղցր ժողովրդին, վայելել Աստծո շնորհքը, պաշտամունքը, խոսքը եւ կոնֆերանսի էի գնացել այդտեղ եւ շնորհակալ եմ պատվի համար, որ սիրելի եղբայրս ինձ տվեց։ Բայց իհարկե ես այդտեղ հանդիպեցի նաեւ իմ սիրելի եղբորը, ում տարիներ մենք ճանաչում ենք եւ ես ուրախ եմ, որ այսօր իմ սիրելի եղբայրը այստեղ է մեր մեջ է։ Սիրելիներ, ուզում եմ ձեզ ներկայացնեմ առաջին հայ ավետարանական եկեղեցին, որ Կանադայի մեջ է, Ջորջ Դաբոյի եկեղեցու հովության եկեղեցու մեջ, իմ սիրելի մեխակ եղբայրս, որ այսօր մեր մեջ է, սիրելիներ, մենք ողջունում ենք սիրելի եղբորս, իսկապես իր քաղցր անուշ ընտանիքը եւ իր զավակները օրհնություն են Աստծո թագավորության համար։ Եվ տարիներ, որ եղբորս ճանաչել եմ, իմ սիրելի եղբայրն է Քրիստոսով, որ այնտեղ ծառայություն է անում թե խոսքի մատուցման եւ թե պաշտամունքի, այնպես որ իմ քաղցր եղբայր, համեցիր այստեղ, ինքը սրտի մեջ խոսք ունի ձեզ համար եւ հետո արդեն կխնդրեմ, որ Իվան եղբայրը գա այստեղ։ Եկեք ջերմ ծափահարությամբ մեխակ եղբորս հրավիրենք այստեղ, խնդրեմ։ Մեր Տերը օրհնյալ լինի։ Հիմա որ ինձ ասես նայում եք, հա, որ արտակին տենում եք, չեք ասում, որ իմ կորած մեծ աղբերն է։ Ասես որ նայեք մի հատ։ Ես իրան որ տեսա, ասի իմ կորած մեծ աղբեր, բա ուր է իրես կանտարի։ Տերս փառավորվի։ Ուրեմն Մեխակ Մանուկյան անունս ծնվել մեծացել եմ Քյավառում, ապաշխարել եմ Քյավառում, տեղափոխվել եմ Կանադա 20 տարի առաջ։ Գիտեք, երբ որ Աստծո ժողովրդին նայում եմ, ձեր դեմքերը նայում եմ, կարծեմ զգացում ունեմ, որ ձեզ ճանաչում եմ բոլորիդ։ Եվ էսի Տիրոջ Սուրբ Օքի շնորհքն է։ Հարազատ եմ զգում, ձեզ չեմ ճանաչում անունով, բայց հարազատ եմ զգում ձեզ տեսնելով։ Եվ դա մեր օրհնյալ Տիրոջ գործն է։ Եվ փառավորվի իր անունը, որ ամեն տեղ իր զավակներ ունի, ամեն տեղ ցանում է եւ օրհնում եմ ձեզ Հիսուսի անունով։ Օրհնյալ լինեք, սիրելիներս։ Եկեղեցու մեջ արդեն 20 տարի է ծառայում եմ հովի կողքին, հովի օգնականն եմ եւ երիտասարդաց խմբի առաջնորդ, պաշտամունքի եմ ծառայում տնային խմբակի մեջ եւ ունեմ 4 զավակ, ասեց աղբերս, տիկինս եւ Տերը փառավորվի, որ մեր կյանքերի մեջ կա եւ մեզի բաժին արե, ինձի բաժին արե, իմ նման անարժանից, որ ես իր ընտանիքին մաս կազմեմ։ Ես ով եմ, Փառք Հիսուսին։ Թույլ տվեք Տիրոջ խոսքից ձեզի բաժնեկցություն անեմ։ Առաջ որ դրան անցնեմ, Քյավառում մեր հովիվը մի օր հարցնում է, ասում է, սիրելիներ, այսքան հավաքվում եք, ինչ սովորեցիք, ինչ կա, բաժնեկցեք, մի հատ վկայություն տվեք։ Մեր քուրերից մեկը սենց արեց, ասեց Վարուժ եղբայր ջան, ես քնելու մեծ հարց ունեմ, չեմ կարողանում քնեմ։ Հիմա որ քարոզում ես, ընես լավ եմ քնում, ընենց հանգիստ եմ քնում, որ օրհնյալ լինես դու։ Ընենց որ արթուն եք, չէ։ Եթե քնեք էլ կորտնվեմ։ Փառք Տիրոջ։ Հալելույա։ Տերը փառավորվի, իր խոսքից փոքր մի հատ քաջալերական իմ որ ինձի շատ է Տերը օրհնել ես համարով, ուրեմն գտնվում է 2 Տիմոթեոս առաջի գլուխ, ուրեմն 7 համարը, 2 Տիմոթեոս առաջի գլուխ 7 համարը, ասում է. Վասնզի Աստված մեզի երկչոտության հոգի չտվեց, հապա ինչ հոգի տվեց մեզի, զորության, սիրո եւ զգաստության։ Աստված քեզի եւ ինձի երկչոտության հոգի չտվեց, հապա սիրո, զգաստության եւ զորության հոգի տվեց։ Հալելույա։ Հալելույա։ Ուրեմն այս համարը երբ որ սկսված է, երբ որ սկսեցի հարցնել, երբ որ կներեք միջանկյալ եթե արևմտայերեն մեկ-մեկ sense բաներ ասեմ, ընդ արևմտայերեն եմ կարոզում։ Եկեղեցի ժողովուրդը մեծամասնությունը ուրեմն Հայաստանից չեն, Փառք Տիրոջ, մի հատ մեծ էս բուկետ, ծաղիկների բուկետ ոնց որ լինի։ Ինչ որտեղից ուզես հայ ունենք, որ Փառք Հիսուսին։ Ուրեմն Աստված մեզի, ինձի եւ քեզի երկչոտության հոգի չտվեց։ Բոլոր թարգմանությունների մեջ, որ կարդացել եմ, համեմատել եմ, հայերենի թարգմանությունը շատ մոտ է բնագրին, այս թարգմանությունը։ Այս գիրքը 12 տարեկանից մոտս է, 35 տարվա գիրք է։ Ուրեմն ասում է երկչոտություն, այս բառը շատ լավ բառ է, շատ մոտ է բնագրին։
որի մեջ կա երկու նշանակություն՝ վախ եւ ամոթ։ Երկու բան կա, ասում է Աստված քեզի վախի եւ ամոթի հոգի չտվեց։ Հարց եմ տալիս, Աստված ինչի պիտի ինձ վախի ամոթի հոգի տար։ Բայց Պողոս Արաքյալն ասում է չտվեց, որովհետեւ էդի ունեիք արդեն։ Աստված էդի չէ, որ քեզի այսօր տալիս է։ Աստված քեզի չի բերես թե որ նորից ամաչացնի։ Աստված քեզի թե չի բերե որ քեզի վախացնի նորից, որովհետեւ ես վախով եւ ամոթով ծնվել եմ։ Հա, գնանք մի հատ սուրբ գրքի մեջ, գնանք ծննդոց, մի հատ գնանք ծննդոց գրքի մեջ գրված է 3:7, ծննդոց 3:7 Genesis։ Ասում է Աստված կանչում է Ադամին մեղք գործելուց հետո։ Ասում է Ադամ, ուր ես։ Կարծես թե Աստված չէր տենում։ Շատ լավ էր տեսնում։ Աստված ամեն բան գիտի, ամեն ինչ է տեսնում։ Ադամը պատասխանում է. Քո ձայնդ պարտեզի մեջ լսեցի, վախեցա։ Առաջի անգամ վախ բառն է գրված Սուրբ Գրքի մեջ, վախեցա։ Եվ քանի որ մերկ էի, թաքնվեցի, ամոթ զգաց։ Ծառի հետևը պահվտեց Ադամը, քանի որ առաջի անգամ ելնելով մեղքը իր մեջ ծնեց վախ եւ ամոթ։ Եվ այստեղ Պողոս Արաքյալն ասում է. Սիրելիներ ջան, հարազատներ ջան, ջիգերներ ջան, այդ հոգին չէ, որ Աստված ձեզի տվել է, Աստված ձեզի կանչել է ուրիշ բան տալու։ Եվ այդ հոգի անունը զորություն է, սեր է, զգաստություն է։ Այդ հոգին արդեն Ադամից ունեի ես։ Աստված քեզ չի կանչե, որ մնաս վախի մեջ քուրս աղբերս։ Աստված քեզ չի կանչե, որ մնաս ընտանեկան, որովհետև մենք հայերս թույլ տվեք ասեմ, էսի բոլոր հայերի մեջ ասենց։ Ամոթը շատ բարձր տեղ է, պահում, քյավարցիներին էլ չասեմ։ Հա? Հա, քուրս խնդում է։ Ամոթի մեռած ենք, սենց ասած, շատ կներեք։ Այս ամոթը հայկական մեր եկած ժամանակից ամոթը տիրում է։ Երկու տեսակ ամոթ կա։ Մի ամոթը կա, որ մեզ մեղքի ժամանակ խոսում է, ասում է սխալ բան ես անում, լավ չի, ամոթը։ Մի ամոթը կա, որ մեզի գերի է անում։ Եվ այդ ամոթի տակ տարիներով, ժամանակներով ապրում ենք, վայ մեկը չիմանա, վայ մեկը չիմանա, վայ մեկը չիմանա։ Եվ մնում ենք այդ ամոթի ոգի տակ, եւ մնում ենք այդ վախի տակ, վայ վախենում եմ, վայ վախով աղոթք ենք անում։ Աստված քեզի չի կանչե, որ վախով աղոթես։ Աստված քեզ կանչել է, որ հավատքով աղոթես։ Վայ երեխուս բան չլինի, վայ հանգարց, մի հատ հանգարց զանգ ստանանք, վայ ինչ եղավ, արդեն չլսած խոսքը, ովքեր որ երիտասարդ զավակներ ունեք, ես էլ ունեմ, վայ ինչ եղավ, ինքան սցենարիոներ ենք արդեն սարքում, որ վերցնում ենք, ասում է, հեսա գալիս եմ։ Բայց արդեն մենք 20 հատ մուվի սարքեցինք մեր գլխի մեջ, որտեղ վախ ունենք։ Վայ տեր պահի, վայ հանգարց չընկնի։ Այտենց բան չկա քուրեր եղբայրներ։ Ասենց թե նենց բոլորս էլ ընկնելու ենք, բայց ես հավատքով եմ, որ իմ Աստված կարողանում է իրան բարձրացնի։ Հավատքով եմ, որ Աստված թույլ է տալու, որ ես իմանամ ոնց անեմ։ Չկա տենց բան, մի վախեցի։ Աստված քեզ չի կանչե, որ վախենաս։ Իրա տելնել է նույն տերը քանց թե քու տերդ, հա։ Որ դու իրան տես լացով աղաչանքով ասես, չի փոխվի ոչ մի բան։ Իրան ուրիշ ձև մոտեցի, ինքը քեզ ուրիշ հոգի ա տվել։ Մի աման չի տալու ասելու, գիտես, հարց ունեմ, աղբերս, քուրս, մի թող որ ամոթի հոգին կրծի քեզի, որտեվ այդ ամոթի վրա ավելանում է, էդի չի թեթևանում, ժամանակը չի լուծում դրա հարցը, քուրեր եղբայրներ, ժամանակը չի լուծում, բայց մենակ լուծում է այն Քրիստոսը, որ եկավ, որ լուսավորեց, լույսն է լուծում խավարի հարցը։ Եթե խավար բանի մեջ ես ընկել անցյալից, մի քաշվի է տալու հովիվիտ ասելու, գիտես ինչ ընկել եմ, արի աղոթենք, որ ազատագրվեմ։ Մի վախեցի, մի քաշվի, որտեվ էդի հետը շատ է տանը, կրծելու է, ուտելու է քեզի ամբողջ կյանքդ, որտեվ ասում է, այդ հոգին չէ, որ ուզում եմ ունենաք, ուզում եմ, որ ունենաք, անցնենք մյուս կողմ, երկչոտության հոգի չէ, նո, անցնենք զորության հոգի է։ Այս զորության հոգին Եփեսացիս չերթամ մեջ է, բայց կարդացեք խնդրում եմ։ Եփեսացիս առաջի գլուխ 17 ասում է, այդ զորության հոգին 17-ից սկսած 18, 19, 20, ասում է այդ զորության հոգին ի գործ դրեց Քրիստոսի վրա եւ Քրիստոսը մեռելներից հանեց։ Երբ որ մեկը մեռնում է, հույս չկա էլ, բայց ասում է այս զորության հոգին, երբ որ կա քո վրա, բայց կա,
Թեև շատ բաներ դու մտածում ես, որ վերջացել է, շատ բաներ հույս չունես, սենց աղոթում ես, բայց Տեր ասում է, բայց կա, այդ հոգին կարողություն ունի քո չիմացածդ ոտքի հանելու, ասում է ոսկորներին հրամայեց, ոտքի ելան եւ բանակ դարձան։ Ինչ պարագա ուզում ես մեջ եղի։ Ես շատ պարագաներով անցել եմ եւ թեթև տեղից չեմ խոսում։ Շատ նեղություն եմ տեսել եմ, ուզածդ տեսել եմ։ Եթե ուզես կպատմեմ քեզի։ Ուզածդ տեսել եմ քուրս ախպերս, թեթև չեմ խոսում քեզի։ Ինչ պարագայի որ մեջ կաս, Աստված զորություն ունի այդ պարագան փոխելու, որտեվ ինքը քո պարագայից ավելի մեծ է։ Ինքը զորություն ունի այդքան։ Այդ Սուրբ Հոգին զորություն ունի shift անելու։ Shift նշանակում է ասես դարձնի, մի կողմից մյուսը, Աստված այդքան կարողություն ունի։ Այդ զորության հոգին պետք է մենակ երբ որ կվայելես, երբ որ իրան միանաս։ Այստեղ էլեկտրիկ փլագներ կան։ Հայերենով այսօր հիշեցի, որ դրան ասում են էլեկտրական վահանակ։ Իրանից ոչինչ չի ներկայացնում հիմա։ Երկու էլեկտրական լար, որ սենց նայես, իրանից ոչինչ չի ներկայացնում, բայց որ ձեր տաս, մեջին զորություն կա։ Էսրա մեջ գիտես ինչ զորություն կա, որ ինչ որ միացնես կաշխատի։ Հիմա այն plug-and-ից քաշի, սաղ կկայնի։ Ինչի համար, որտեղ միացած է։ Եթե ուզում ես այդ զորությանը մաս կազմես, պետք է միանաս իրան։ Պետք է միանաս իրան հարցնելու, պետք է միանաս քո ներքին սենակիդ մեջ ժամանակ տրամադրելու իրեն միանալու։ Մենք հայերը շատ ենք սիրում խոսալ, ճիշտ է։ Մենք շատ ենք սիրում ասել, բայց երբ որ աղոթում ես մի հատ գաղտնիք, մեկ փորձի լսես իրան։ Մենակ մի ասա, մեկ էլ լսի։ Ասա Տեր խոսա։ Սպասի որ քեզի խոսա։ Սպասի մեկ գիրք առ, սպասի մեկ Տեր ասա սպասում եմ։ Խոսա, սովորացրա ինձի, զորություն եմ ուզում ստանամ քեզանից։ Հալելույա։ Այս հոգին սիրո հոգի է։ Այս սիրո հոգին, եթե իր հետ չհաղորդակցվես, դու չես կարա սիրես։ Սիրում են նրանք, ովքեր ապրում են իր սերը, այն նրանք, որքեր գիտեն, որ սիրված են։ Հռոմեացիս 8-րդ գլուխը մեզ ասում է 15 համարից։ Ասում է դուք ծառայության հոգին չեք ստացել, որ նորից վախենաք։ Լավ։ Ասում է բայց արել եք որդե գրության հոգին, որով կանչում եք Աբբա հայր։ Եվ ասում է նույն հոգին վկայություն է տալիս իմ հոգիս հետ, որ ես Աստծո որդի եմ։ Աստված ասում է ինձ սիրեց, երբ որ ես դեռ մեղավոր էի։ Ուրեմն այսօր այդպես բան չկա, որ կարաս անես, որ Աստված քեզի չի կարա ընդունի։ Ուրեմն Աստված ինձի այնքան սիրեց, որ ինձի դրեց իմ մեջը մի հատ հոգի, որ ես ստրուկ վիճակից բարձրացա դարավորթի, այդքան էլ չի հերիքում դարձա Քրիստոսի ժառանգակից, ոչ թե որ այդամ երկինք ժառանգեմ, որ ապրեմ հիմա այդի։ Էդի հիմիկվա համար է, որ ես հասկանամ հայրական ինձի տրված իշխանությունը, որ ես սիրված ազնվորություն եմ, ու այդ հայրը ինձի թույլ է տվել, որ ես իրան ասեմ Աբբա։ Աբբա նշանակում է պապա, մոտ, ամենամոտ ձևը, որ գիտես քո հորդ կանչելու։ Այստեղ գրված Աբբա։ Ուրեմն այդ Աբբան, երբ որ ինձի սիրել է, երբ որ իր որդին խաչի վրա դրել է, որ հարություն առե, այդ սերը խաչի վրա արդեն արտահայտված է։ Ուշադիր եղի հետս, խնդրում եմ, այդ սերը ոչ քո պարագայիդ մեջ է, ոչ քո նյութականիդ մեջն է, ոչ էլ ինչ որ քեզ չի պատահել կամ պատահել այսօր։ Դրանց մեջ չի չափվում Աստծո սերը, Աստծո ամենագերագույն սերը չափված է խաչին վրան։ Այնտեղ է որ Աստված ասես, այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց։ Ես իմ կյանքս կտամ, որդուս կյանքը չեմ տա։ Հետսեք, ես իմ կյանքս կտամ, որդուս կյանքը չեմ տա։ Աստված իր որդու կյանքը տվեց։ Էդի որտեվ թանկ է։ Այդ երբ որ սիրո մեջ պակաս կզգաս, գնա խաչի առաջ, ասա ուզում եմ քո սերը հետ ստանամ։ Այս պարագան խառնում է ինձի, ինչի մեջ որ եմ կասկածում եմ քո վրա։ Չգիտեմ ինձ սիրում ես թե չէ նորից։ Այ խաչի վրա պետք է տենաս, որ ձերքը, գլուխը Արունոտ ասում է, հա, ես մեռա, որ դու ապրես, ապրիր։ Այնտե Աստծո սերը։ Այդի այդ հոգին է, որ քեզ ասում է դու սիրված ես։ Երբ որ կնայես կողքինիդ, հաջորդ անգամ կասես, չէ, սիրելու է, Քրիստոս իր համար էլ է մեռել։ Այն ժամանակ հեշտ կլինի սիրել, որովհետև քո պապան միշտ քեզ սիրում է, որովհետև ես սիրվելիք չէի, երբ որ ինձ սիրեց։
եւ զորության եւ նաեւ վերջինը զգաստության հոգին։ Ովքեր են եղել բանակում։ Ես ծառայել եմ հայկական բանակում կամ որևէ բանակներում որ ծառայել եք, այս զգաստություն բառը հայերենով է մենակ գրած, այս ձևով նորից, որ շատ հետաքրքիր է։ Երբ որ բանակում ասում են զգաստ, դա այդ վիճակն է, որի ժամանակ ոչ մի ձևի ոչ մեկ շարժում չես կարող անես։ Ամեն ձևով վերևից ներքև, լրիվ, թրաշված, պատրաստ, գոտիդ այնքան ձիգ, որ մատը չկարենան մտցնեն։ Օձիքներդ մաքուր, գլխարկդ, հարթուկած, կոշիկներդ պետք է այնքան փայլի, որ մեջ իրան տենա։ Ինչ են ասում։ Զգաստություն, երբ որ տալիս են, գեներալը գալիս է։ Դիմավորում են իրան, կամ պատրաստ են անելու ինչ որ ասվում է իրանց։ Այդ հոգին քեզի այսօր զգաստության մեջ է հրավիրում, որովհետև իրա որդու գալուստը մոտ է, որ պատրաստ լինենք դիմավորելու, որ ուշադիր լինենք մենք մեզանով զբաղվենք։ Զգաստ վիճակը նաև, սիրելիներ, զգաստ վիճակը թույլ է տալի, որ ես զբաղված չլինեմ կողքինով։ Ես զբաղված չեմ իմ եղբայրս դզելով իրան, ինձի է նայելու, իմ վիճակն է կարևոր։ Եթե ես զբաղված եմ Քրիստոսով, զորության հոգին ինձի լցրել է, ես զբաղված եմ իմ վիճակով, այնքան ժամանակ չունեմ, որ կողքինին կարամ մենակ օգնեմ, որովհետև հասկանում եմ դրա կարևորությունը։ Ոչ թե իթամ իրան ասեմ, այդ ի՞նչ է քո կոշիկներիդ վիճակը։ Ես ինձի հազիվ նայում եմ, հազիվ ինձի եմ անում, բայց գիտեմ կարևորությունը, կեթամ կօգնեմ այդ աղբորս, կասեմ, այնքան դժվար է դա դզել, արի օգնեմ քեզի։ Զգաստությունը ինձի թույլ չի տալի, որ ես զբաղվեմ մյուսներով, թույլ է տալի, որ զբաղվեմ իմ սուրբ կյանքով, մաքրությունով, լվացված, մաքուր։ Զգաստ վիճակի մեջ միշտ ականջդ պատրաստ է լսելու հրամանը, ինչ որ ասում է քեզի այս սուրբ գիրքը։ Այս սուրբ գիրքը ինչ ասում, իմ ականջս ընդ է։ Ես ականջ չունեմ լսելու սատանայի վախին, ես ականջ չունեմ լսելու աշխարհի վախին, ես ականջ չունեմ լսելու սուտը, ես ականջ չունեմ դավալելու սուտը Հիսուսի անունով։ Իմ ականջներս Հիսուսին է, մեկ էլ իմ ախպերից, քուրերից քաջալերանքին է, իրանց օգնելուն է, իրանց բեր բարձացնելուն է, մեկ էլ ասելու, it's okay, ես էլ եմ ընկել։ Արի քեզի օգնեմ բարձացնեմ։ Տերը օրհնի ձեզ, սրտանց ուրախ եմ ձեր մեջ ելնելու, սրտանց ուրախ եմ ձեր հետ բաժնեկցելու, Աստված ձեզ շատ օրհնի, ձեզ շատ սիրում եմ Քրիստոսով, ընդունեք բարևները մեր եկեղեցու նաև, ընդունեք մեր հովիվի բարևները, նորից անգամ Աստված ձեզ շատ օրհնի։ Փառք Աստծուն, շնորհակալ ենք Տիրոջը եւ նախքան խոսքին անցնելը եկեք խոնարհենք մեր գլուխները մի պահ եւ աղոթքով գանք Տիրոջ առաջ եւ խնդրենք իր ներկայությունը այս վայրի մեջ։ Հայր, շնորհակալ ենք քեզանից քո մեծության համար։ Տեր, շնորհակալ ենք քեզանից, որ այս ամբողջ ընթացքը դու քո ձեռքերի մեջ ես վերցրել։ Տեր, շնորհակալ ենք, որ քո զորությամբ եւ քո ներկայությամբ այստեղ ներկա ես։ Եվ ուզում ենք, Տեր, որ մեզ տաս իմաստություն բացելու մեր հոգու ականջները, բացելու մեր հոգու աչքերը, տեսնելու այն, ինչ որ ունես այսօր ցույց տալու մեզ եւ վերցնելու այն, ինչ որ ունես պատրաստած մեզ համար։ Հայր, ուզում ենք, որ քո կամքը կատարելապես կատարվի այս վայրի մեջ եւ ուզում ենք, որ քո սուրբ ներկայությունը իջնի եւ յուրաքանչյուրս վայելենք քո կենթանության շունչը մեր կյանքի մեջ, Տեր։ Զգալիորեն, շոշափելիորեն շարժվիր այս վայրի մեջ, Տեր, եւ հասցրու այն, ինչ որ ունես ասելու յուրաքանչյուրի սրտերին, Տեր։ Տեր, օգտագործիր մեզ քո փառքի համար եւ մեր զորության մեջ լեցրու քո կենթանության շունչը եւ օգտագործիր քո փառքը, Հայր։ Թող քո զորությունը երևա, Տեր, ողջ ընթացքը, ամեն բան քո ձեռքերին ենք հանձնում, Տեր։ Խնդրում ենք, որ քո կենթանության շունչը գա եւ ուզում ենք, որ դու ինքդ խոսես եւ այն ամեն ինչ որ մարդկայնորեն է, այն ամեն ինչ որ մեզանից պիտի դուրս գա, վերացրու եւ քո հոգին թող խոսի եւ քո հոգին թող շարժվի, Հայր։ Քո անվան փառքի համար միայն, անվանդ լինի ամեն փառք, պատիվ եւ զորություն քո որդի մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Տեր օրհնի ձեզ, շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ, շնորհակալ ենք եղբայրս քաջալերանքի համար։ Նյութ որպես այդպիսին ես վերցրել եմ բանտարկված անցյալում։ Եվ կարծում եմ, որ մենք խորհելու ստեղ ոնց որ թե կարիք ունենք հասկանալու թե ինչ է իրականում նշանակում բանտարկված անցյալում։ Եվ հարցս ուզում եմ ուղղեմ յուրաքանչյուրից, արդյոք դուք բանտարկված եք ձեր անցյալում։
Գիտեք սա երբ է գալի։ Սա շատ հաճախ գալիս է մարդկանց հետ խորհրդ հագցելու միջոցով։ Մարդիկ բռնում են մի բան ձեր կյանքից եւ օգտագործելով դա բանտարկում են ձեզ դրա մեջ։ Գիտեք ինչի համար, որովհետեւ դու սխալ զրուցակից ընտրեցիր եւ սխալ տեղում բացեցիր քեզ։ Եվ մարդը սա վերցրեց եւ բանտարկեց քեզ ու ստիպում է քեզ, որ դու դրա տակ մնաս։ Նույն կերպ փորձեցին վարվել նաեւ Պողոսի հետ։ Վերցնելով Պողոսի անցյալը, որակավորեցին նրա ներկան։ Հիշելով, թե Պողոսը ով էր ժամանակին, նա մեկն էր, ով որ մարդասպան էր, դա ավելի վատ մարդասպանից բացի նա քրիստոնյաների սպանող մեկն էր։ Եվ դա դարձավ ճակերտավոր փակման ճանապարհ նրանց համար, ում համար, ովքեր որ պիտի լսեին ու ճանաչեին, թե Աստված ինչ է ուզում տա նրանց, բայց նրանք սահմանափակվեցին Պողոսի մարդասպան լինելով, չճանաչելով ու չտեսնելով իրականում Աստծո արած մեծ հրաշագործ փոփոխությունը հենց նույն Պողոսի կյանքում։ Սիրելի քրիստոնյա, արդյոք Աստված քո կյանքում ոչինչ չի փոխել։ Արդյոք ես ու դու այդ նույն մարդասպանից առավել ենք։ Գիտես, մարդ, ով ի վիճակի չի ներելու կամ ի վիճակի չի անցնելու մարդու անցյալի վրայով, դա այն մարդն է, ով մոռացել է, թե իրան ինչ ներվեց։ Եթե քո կյանքում կա մի բան, որը դու չես կարողանում ներել ու բաց թողել, դու սիրելի քույրս եղբայրս մոռացել ես, թե իրականում քեզ ինչ ներվեց։ Կամ ընդհանրապես չես էլ գիտակցել, որ դա ներվեց։ Այսօր ես ու դու կարիք ունենք գիտակցելու, մենք արդյոք բանտարկված ենք մեր անցյալներում, թե իրապես ազատ եմ ես շարժվելու այնպես, ինչպես Աստված հոգին է ուզում շարժվեմ։ Մի խառնեք, ստեղ կան նուրբ անցում, երբ որ ես սկսում եմ շարժվել իմ անձնական պատկերացումներով կամ ես այդպես զգացիներով, ես ավելի շեղում եմ այն ծրագիրն ու նպատակը, որի համար որ Աստված ինձ կանչել է։ Աստված հստակորեն տվել է մեզ տեսիլ, տվել է մեզ նպատակ, տվել է կանչվածություն, բայց ես ու դու շատ հաճախ որոշակի կարծիքների արդյունքում սահմանափակում ենք այդ շարժը դեպի Աստծո փառահեղ ծրագիր։ Եվ ինչ է կարծում, եթե Պողոսը ինքը իրանով վերցներ ու ամփոփեր իրան դրա մեջ, որ ինքը մարդասպան է, կհասցներ արդյոք մատուցել եւ տալ մեզ այն ամենը, ինչ որ նա տվեց։ Գրեթե նոր կտակարանի ամբողջ մասը ինքը փոխանցեց ու տվեց մեզ։ Եք գիտեք ինչի արդյունքում 3 տարուց ավել աշակերտները շփվեցին Քրիստոսի հետ, ցավալի է, բայց ես գրքեր չեմ տեսնում շատ, բայց նրա մի հանդիպումը փոխեց ամբողջ ընթացքի իր կյանքի։ Եվ այդ նախանձավորությունը ստիպեց նրան առաջ բերելու ամեն բան։ Գիտեք, ես մի անգամ լսեցի մի հատ պատմություն, բեյսբոլի մրցավարներ էին խոսում, սա ընդհանուր պատմություն է, բեյսբոլից ընդհանրապես գաղափար չունեմ, ոչ էլ հասկանում եմ, բայց հետաքրքիր բանի մասին են իրանք խոսում, իրանց պատկերացումներով եւ փիլիսոփայությունով։ 3 հոգի էին, մեկ մրցավար ասում էր, ես այն, ինչ որ գնդակ գցել, բռնել, չգիտեմ, ինչ որ խառը պատմություն է, ես չեմ հասկանում։ Ամեն մեկը մի հատ կարծիք ուներ։ Առաջին ասում էր, ես այն անվանում եմ այնպես, ինչպես դրան պիտի անվանվի։ Երկրորդ ասում էր, ես այն կոչում եմ այնպես, ինչպես տեսնում եմ։ Եվ երրորդն ասեց, դուք ոչինչ չգիտեք։ Մինչև ես դրան անուն չտամ, դուք ոչ մի անուն չեք կարա դրան տակ։ Սիրելի քույրս, եղբայրս, կարծում եմ այսօր Աստված էլ ուզում ասի իմ ու քո կյանքի համար։ Մինչև ես դրան որակավորում չտամ, մինչև ես քեզ որակավորում չտամ, դու քո վրա պիտակ մի վերցրա։ Այն ինչ որ դու կդնես քո, այսպես ասած, ռեզյումեի կամ քո, չգիտեմ, ինքնակենսագրականիդ մեջ, այն ինչ որ դու կարող ես ճոխությամբ ներկայացնել, ոչինչ է, եթե Աստված ինքը չի դրել այդտեղ իր ճիշտ որոշումը եւ անվանումը տեղ։ Եթե նայենք Պողոսի կյանքում, Պողոսը ուներ լիքը կրթություն, ուներ բազում դիպլոմներ, ուներ հզոր, չգիտեմ, վարդապետական կրթություններ, ուներ ամեն ինչ որ բավական էր նրան, ինչ որ որակավորում ստանալու։ Բայց այդ ամենը քիչ էին եւ ինքն էլ անձամբ դրա մասին խոսում է։ Եկեք նայենք Գաղատացիների 1:13-14-ը։ Նայեք ինչա պատմում ինքն իր մասին։ Որտեվ գիտեր թե ինչ են մտածում իր մասին։ Վասնզի դուք իմ վարքը լսել եք, որ մի ժամանակ հրեության մեջ էի, որ չափից դուրս հալածում է Աստծո եկեղեցին եւ կործանում էի նրանց։ Եվ հրեության մեջ իմ հասակակիցների շատերից
առաջադեմ էի իմ ազգի մեջ, ավելի նախանձավոր լինելով իմ հայրենական ավանդությունների համար։ Նա ինքը իրանով տալիս է այն որակավորումը, որը մարդիկ տալիս են իրան։ Բայց հետաքրքիր մի բան կա այստեղ։ Մենք միասին կնայենք համարը, որտեղ որ ինչ հետաքրքիր խոսք կա այստեղ։ Ուղղակի 15-րդ համարը, որ նայենք, ինձ ուղղակի հրդեհեց, ուղղակի վառեց իմ ներսը։ Սա շատ հզոր մի խոսք էր ասում։ Պողոս ասում էր, այս ամեն ինչից հետո, ինչ լսեցիք իմ մասին, այն ամենից հետո ինչ արեցի ես Հիսուսի դեմ, ես նրա դեմ պայքարում էի, բայց հիմա ես նրա հետ համատեղ քայլում եմ։ Ես դեմ էի նրան, պայքարում էի նրան, որպեսզի ոչնչացնեմ նրա կրոնը, որպեսզի ոչնչացնեմ այն ամենը, ինչ որ նա ստեղծել էր, բայց այսօր ես ինքս եմ այդ ամեն ինչը տարածում։ Եվ նա ուզում էր ասել, որ այն ամենը, ինչի միջով որ ես անցնում էի, ժամանակին համարում եմ, որ ճիշտ է, այսօր համարում եմ սխալ։ Աստված կարող է շատ կտրուկ փոփոխություն բերել իմ ու քո կյանքի մեջ։ Արդյոք ես դա կվերցնեմ այնպես, ինչպես որ նա դրեց, թե ավելի արագորեն կանցնեմ սրա վրայով։ Շատ վաղ է քեզ համար հրաժարվել է որևէ մի բանից, եւ շատ վաղ է քեզ համար հրաժարվել է ինքդ քեզանից։ Շատ վաղ է ինձ ու քեզ համար հրաժարվել ազատագրությունից։ Գիտես, ես մի օր ինչ-որ մեկին ասեցի, ես այն եմ ինչ-որ կամ, եւ կարծում եմ այսպեսին պիտի լինեմ, այսպեսին կմնամ։ Եվ նա ծիծաղելով ասեց. վաղ է քեզ համար ասել, որովհետև դու դեռ ունես բազուն անդունդներ, բազուն անապատներ, բազուն վաղեր եւ բազուն ճանապարհ անցնելու, որպեսզի քո կյանքը կերտվի։ Միշտ ապիր ասել, որ ես այն եմ, ինչ կամ, դու այն չես, ինչ կաս։ Երբ որ Աստված գործի քո կյանքի մեջ, դու կլինես այն, ինչ որ նա է ուզում որ դու լինես։ Սա իմ ու քո որոշման արդյունքը չի, սա նրա որոշման արդյունքն է եւ նրա մեր կոչման արդյունքն է։ Սողոսը, ում կոչում են Պողոս, մտածեց. ես արել եմ սա եւ սա այն է եղել, ինչը որ դուք իրապես տեսել եք։ Եվ միգուցե այս ամեն խոսքերի ժամանակ Աստված ծիծաղեց վերևից, ասես դա դեռ քո դրված վերջակետն էր, բայց ես այդտեղ կդնեմ ստորակետ, որովհետև ես գործ ունեմ քեզ հետ անելու։ Եկեք նայենք 15-րդ համարը ինչ ասեց, ասում է, բայց երբ Աստված։ Ես նա էի, ով որ սպանում էր, ես նա էի, ով որ կործանում էր, ես նա էի, ով որ իր կրոնի, իր ամբողջ էության մեջ թաղված էր իր մեղքերում, բայց երբ Աստված։ Կուզեմ, որ դու ինքդ քո կյանքում հիմա ձեռքդ դնես, քո որ ասես, բայց երբ Աստված, այն մարդուն, ով որ թաղված էր իր մեղքերի մեջ, ես ու դու էլ թաղված ենք մեր մեղքերի մեջ։ Ոնց որ Պողոսն էր ասում, ես մի ժամանակ սա էի, բայց երբ Աստված որոշում կայացեց հպվելու նրան, նրա կյանքը ամբողջությամբ փոխվեց։ Ոչ թե կեսով չափ, ոչ թե որոշակի, դե ոչինչ կհարմարվենք, սենց էլ է լինում, ոչ։ Նա ասեց, այնինչ արել եմ ժամանակին, համարում եմ աղբ, բայց հիմա ես քայլում եմ նրա հետ, ով որ ինձ տանում է այնտեղ, որտեղ որ ինքն է ուզում, որ ես գնամ։ Այն ամենը, ինչ որ քո ու իմ կյանքում կարող է փոփոխություն բերել, դա այն է, երբ որ ես ու դու ամբողջությամբ վստահենք նրան, հանձնվենք նրան, ասենք, ահա ես Տեր, բայց երբ Աստված, արդյոք իմ ու քո կյանքի մեջ եղել է, բայց երբ Աստված հանդիպումը։ Թե մենք դեռ շարունակում ենք թաղված մնալ մեր մեղքի կյանքի մեջ, թաղված մնալ մեր ապրումների մեջ, թաղված եւ պարփակված մնալ այն ամենի մեջ, ինչով որ մենք ապրել ենք։ Սիրելի քույրս, եղբայրս, արդյոք ունեցել ես այս հանդիպումը քո կյանքում։ Մի համարձակվեք ասել, որ ավարտվել է, եւ մի համարձակվեք ասել, որ ոչ մի լավ բան ձեզանից դուրս չի գա։ Դադարիր ինքդ քեզ քննադատելուց, դադարիր ինքդ քո մասին որակավորումներ տալուց։ Ինչ է դա նշանակում։ Սա նշանակում է, որ Աստված իր ժամանակացույցը ունի։ Նա չի շարժվում իմ ու քո ժամանակացույցով, բայց երբ Աստված որոշեց հանդիպել,
Դա իմ ու քո ցանկության արդյունքը չէր, դա իմ ու քո որոշված օրը չէր, դա իր որոշված օրն էր եւ իր որոշված հանդիպումն էր։ Եվ իմ ու քո ժամանակացույցները երբեք չեն համապատասխանում այն ժամանակացույցներին, որը որ Աստված ունի։ Մենք խորը սուզված ու թաղված ենք մեր մեղքերի մեջ, հեռու խաղաղ ափերից, բայց Աստված ինչ արեց, որոշում կայացրեց հանդիպելու։ Միգուցե մարդիկ իմ ու քո կյանքում ասացին, նա երբեք էլ չի վեր կենա։ Մարդիկ սկսեցին իմ ու քո թաղման ծրագրերը կազմել, սկսեցին մեր մահախոսականները գրել, սկսեցին մեր մասին խոսել մեր մեջքի հետևում, բայց նրանք չգիտեին, որ կա հատված, երբ որ ասում եմ, բայց երբ Աստված դրեց ստորակետ։ Համարը եթե նայենք շարունակություն ինչ է ասում, ասում եմ, բայց երբ Աստված, որ իմ մոր որովայնից ինձ որոշեց եւ իր շնորհքով կանչել էր։ Մի րոպե Պողոս։ Դու ոնց որ ասեցիր ուրիշ կյանքով էր ապրում։ Սպանություններ, հալածանքներ, տանջանքներ, հակասություն կա ստեղ։ Ոչ։ Խոստացված ժամանակ կար։ Եվ այդ ժամանակացույցը իմ ու քո ցանկությունները չեն, եւ իմ ու քո որոշված օրերը չեն։ Բայց երբ Աստված, որ իմ մոր որովայնից ինձ որոշել էր եւ շնորհքով կանչել էր, որ իր որդու անձովը հայտնե, որ նրան հեթանոսների միջումը ավետարանեմ։ Նա դրել էր նրա մեջ այս ամենը, որպիսի նա հեթանոսների մեջ ընտիր անոտ լինելով փոխանցի այն, ինչ Աստված ուզում է փոխանցելու։ Եվ նա պիտի կրթվեր, պիտի սովորեր եւ պիտի վերցներ այն ամենը, ինչը որ ինքը սովորել էր, եւ Աստված ասեց այդ նախանձավորությունդ ես կօգտագործեմ ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին։ Դու չես սովորել ուղղակի պատահականորեն, այլ դու կտանես ու կհասցնես այն, ինչ որ ես եմ ուզում, որ դու տանես ու հասցնես այնտեղ, որտեղ որ ես քեզ կուղարկեմ։ Գիտեք, հաջորդ մասը, որ ես նայում էի եւ ուզում էի հասկանալ, մտածում էի, երբ Սողոսի անունը դարձավ Պողոս։ Ես անկեղծ մտածում էի, քննում էի, ուզում էի հասկանալ սա։ Եթե անկեղծ լինենք Ծննդոց գլխում, եթե նայենք Ծննդոց գիրք 17-րդ հատվածը, մենք կտեսնենք, որ այնտեղ Տերը վերցրեց մի մարդու, որի անունը Աբրահամ էր, եւ ասաց ցանկանում եմ քեզ կանչել եւ քո անունը փոխել Աբրահամ դարձնել։ Չէ՞։ Եթե ունեք ձեր ավետարանները, պիտի խնդրեմ բացեք Ծննդոց 17:3-ը եւ մենք կտեսնենք, եւ Աբրահամը իր երեսի վրա ընկավ եւ Աստված նրա հետ խոսեց ասելով։ Երբ որ ես հատվածը նայում եմ, մի պահ կանգ առա նորից, ասեցի ոնց։ Երբեմն անկում, այսինքն իմ երեսի վրա ընկնելը կարող է հետևել կանչվածության։ Մենք մի բան ոնց որ թե սխալ ենք սովորել կամ հասկացել։ Որտեվ շատ հաճախ երեսի վրա ընկնելը կամ ընդհանրապես ընկած կյանքը մենք համարում ենք դա անկում եւ բաժանում Աստծոց։ Բայց սիրելիս, մի վրազիր որակավորում տալ դրան։ Շատ հաճախ ես կարամ իջնեմ ցած, ամենացածը կար Աստված ինձ իջեցնի եւ տա ինձ կանչվածություն, բարձրացնի ու դնի այնտեղ, որտեղ որ ուզում է։ Ինչի համար, որովհետեւ նա ուզում է փշրի, նա ուզում է ջարդի, նա ուզում է մաքրի ինձանից ամեն աղբը, նոր ասի կանգնի։ Ես քեզ ոչ թե միայն կսարքեմ այդպեսին, այլ քեզ անուն էլ կտամ, որ այդ անունը կորակավորի եւ քեզի ցույց կտա թե դու ով ես եւ ես ինչ կոչում եմ տվել քեզ եւ ուր եմ ուզում տանեմ քեզ։ Ձեզանից ոմանք այս շաբաթ վերադարձել են միգուցե մի բանի, որից կարծում եք, որ դուք հեռացել եք։ Բայց անկումից հետո կա կանչ։ Գիտես, շատ հաճախ մենք պատրաստվում ենք։ Մեր այդ վերադարձած վիճակում դու պատրաստություն ես ստանում Աստծուց, որպեսզի վերականգնվես ու հետ գաս, որովհետև դու դեռ անելիք ունես։ Ինչի համար է Աստված սա անում։ Ես գիտեմ, որ սա շատ հաճախ մեր համար տհաճա չենք էլ ընդունում, չենք ուզում, բայց շատ հաճախ Աստված թույլ է տալի ինձ ու քեզ անկում ապրել, վերադառնալ մի տեղ, որ այդտեղից հելնելուց ինքը քեզ տաս զորություն եւ դու դառնաս օրինակ եւ ուրիշներին էլ բերես ու ասես այդտեղ չմտնեք։ Ինչ է սա նշանակում, երբ որ ես գնում եմ մի հատ ճանապարհով, չէ՞, ասենք դիցուկ ֆրիվեյով ես գնում եմ եւ տեսնում եմ այդտեղ ճանապարհի վրա մի մեծ ինչ-որ բան անկած, հիմա փառք Աստծո, navigation system-ում էլ դու կարաս դնես վառ այստեղ վտանգավոր ինչ-որ բան, այ բոլորը ստացան դա, ովքեր որ օգտվում են սրանից։ Չէ, երբ որ ես անկումն ապրել եմ ու ես գիտեմ, որ այստեղից քայլելով գամ այստեղ անդուն դա, ու ես դա չասեմ այն մարդուն, որ տեսնում եմ, որ այդ ճանապարհով շարունակում է, մեղք ես գործում։ Դու մեղք ես գործում ուղղակի։
Եթե Աստված քեզ հանել է այդ ցեխից, չի հանել ուղակի քեզ մաքրելու եւ թանգարանային նմուշ սերվանդի մեջ դնելու։ Նա հանել է քեզ ուղարկելու, որ այդ ցեխի մեջի մարդկանց էլ հետ բերես։ Եվ քո անկումը մի որակավորի, որ դա քո ավարտն է։ Դա քո անկումը միգուցե քո կանչվածության հետ գալու ճանապարհն է, որտեղից որ դու պիտի գաս եւ պիտի օգտագործվես Տիրոջ փառքը պատմելու համար։ Ոչ թե քո փառքը նա կտանի քեզ այնքան կիչացնի, որ քո եսդ մեռնի, որ քո եսդ ամբողջությամբ ոչնչացնի, նոր կասի դե հիմա բարձացի։ Ես քո հետ հիմա անելիք ունեմ։ Երբ որ Մովսեսին նայենք, Մովսեսը ինչ արեց, Մովսեսը այնքան հպարտությամբ լեցված հելավ, որ ծառայությունը սկսի, տվեց մարդ սպանեց, տվեց ամեն ինչը ավիրեց, ինքը գիտեր թե հենց այտենց էլ պիտի լինի։ Աստված ասեց ոչ։ Դու չես որ պիտի հանես, այ ես եմ հանողը, եւ դու լինելու ես այդ անոթը։ Քո կյանքում խոնարհվել է պետք։ 40 տարի անապատ կանցնես, 40 տարի քո աներոջ հոտը կպահես, մինչև կսովորես, որ դու քեզանով ոչինչ ես, եթե ես քո հետ չլինեմ, եւ այդ քո խոնարհությունն է, որ ինձ թույլ կտա քեզ օգտագործելու։ Եվ շատ հաճախ մենք ինքներս էլ մեզ վրա այնքան բան ենք վերցնում, որ մենք սակարանք, ասված մկարաս, արա։ Տեսնեք ինչքանով կհաջողվես։ Բայց երբ որ խոնարհվում ես, երբ որ ամենացած տեղն ես իջնում, Աստված ասում է, այ հիմա ժամանակն է, որպեսզի ես գործեմ քո միջոցով, որովհետև ինձ պետք է մի հատ անոթ, որը դատարկ է, եւ այդ դատարկությունը ես կլցնեմ։ Եթե ես իմ լեցունությունով գնամ այնտեղ, այստեղ լցնելու ոչինչ չկա արդեն։ Եվ նա ասում է դատարկվիր, խոնարհվիր, եւ ես քեզ կլցնեմ ու կբարձրացնեմ։ Դադարեք ինքներդ ձեզ ծեծելուց եւ ինքնակննադատելուց։ Պողոսն ասում է Աստծո շնորհիվ ես կանչված եմ։ Ժամանակն է, որ դուք էլ մտնեք ձեր կանչվածության մեջ։ Եվ հիմա, երբ որ Աբրահամը ինքնատեղ ընկած էր, եւ Աստված նրան ինչ ասեց, ասեց ես քեզ կհանեմ եւ քո անունը կփոխեմ։ Ես ուզում եմ քեզ մի նոր տեսիլք տամ, ես ուզում եմ քեզ մի նոր նպատակ տամ, եւ այդ տեսիլքի ու նպատակի անունը կլինի Աբրահամ, որովհետեւ ես ուզում եմ, որ դու լինես բազմությունների, բազում ազգերի հայր։ Ես չեմ ուզում սահմանափակեմ քեզ մի փոքրով։ Միգուցե դու այս պահին նայում ես քո կյանքին ու ասում ես Տեր, իմ այս տարիքում ես ոչինչ չունեմ, ինչի մասին է խոսքը, ինչ հայր լինելու մասին է խոսքը։ Բայց Աստված ասեց ես քեզ տալիս եմ մի բան։ Ես ուզում եմ քո կյանքում բարձրացնեմ մի տեսիլք, մի հավատք, որ քեզանից բազմության ազգերի հայր պիտի դուրս գա, եւ ոչ թե դու պիտի խոնարհվես, այլ դու պիտի բարձրանաս, ինչի համար, որովհետեւ դու պիտի սովորես վստահել ինձ, սովորես տալ ինձ այն, ինչը որ ես ուզում եմ քեզանից, եւ ես էլ քեզ կդարձնեմ այն, ինչ որ ուզում եմ դարձնել քեզանից։ Եվ սա չի լինում միայն իմ քանքություններով, սա լինում է իր կամքով։ Խոնարհվիր իր ձեռքի տակ եւ թույլ տուր, որ ինքը քեզ բարձրացնի։ Մեկ ուրիշ մարդու կյանքում նայենք։ Ում կուզեք, եկեք նայենք օրինակ Հակոբին։ Ծննդոց 32-րդ գլուխ, եթե նայենք, կտեսնենք Հակոբին, որի անունը փոխվեց։ Նա ամբողջ գիշեր պայքարեց Աստծո հետ, նա չգիտեր, որ դա Աստված է։ Նա կռվում էր, հետո ընկավ եւ ասաց. «Չեմ թողնի, մինչև ինձ չորտնես»։ Եվ նա ընկավ, Աստված ասեց. «Տեսնում եմ, որ դու պայքարում ես Աստծո եւ մարդկանց հետ, եւ դու հաղթահարել ես։ Այսուհետև դու այլևս Հակոբ չես կոչվի, այժմ քո անունը կլինի Իսրայել, որովհետև դու պայքարում ես Աստծո եւ մարդկանց հետ եւ հաղթահարել ես»։ Նա նոր անուն ստացավ, որովհետև նա միայն իրեն չէր կրում, այլ մի ամբողջ ազգ էր իր մեջ կրում։ Եվ նա պիտի տաներ ու հասցներ սա տեղ։ Աբրահամը դարձավ Աբրահամ, Հակոբը դարձավ Իսրայել։ Ուրիշում նայենք։ Ում եք հիշում ել, որ անունը փոխեց Աստված։ Սիմոն Պետրոսը։ Եկեք հատվածը նայենք միասին։ Նրանց ասաց. «Իսկ դուք ով եք ասում ինձ համար, թե լինեմ»։ Սիմոն Պետրոսը պատասխան տվավ եւ ասեց. «Դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին»։ Եվ Հիսուսը պատասխան տվեց եւ ասեց նրան. «Երանի քեզ Սիմոն, Հովնանի որդի, որովհետև մարմինը եւ արյունը չհայտնեց քեզ, բայց իմ հայրը, որ երկնքում է»։ Սիրելի քույրս, եղբայրս, ուզում եմ ստե ուշադրություն դարձնենք։ Դու չես կարողանա հասկանալ, դու չես կարողանա մտածելով ուղակի դա հասկանալ։ Դու չես կարողանա ուղակի դա ուսումնասիրելով հասկանալ։ Դու չես կարա դա դնթ թեստերով հասկանաս։ Դու չես կարա դա քո մտքի ու պատկերացումների մեջ հասկանաս։ Դու կարող ես միայն հասկանալ դա նրա հորից։
նրա հոր հայտնությունը մինչև չբացվի քո կյանքում, դու այդպես էլ չես իմանա թե նա ով է։ Եվ սա կարևորագույն մասն է, որ դու իմանաս, որ իմ ու քո միտքն ու պատկերացումը երբեք չեն կարող ամբողջացնել Քրիստոսի էությունը։ Դու այդպես էլ չես իմանա թե նա ով է։ Կանգնած այն 12-ը, նրանցից ոչ մեկը չիմացավ, մեկ ասում է սա ես, մեկ ասում է նա ես, բայց Հիսուսն ինչ էր ասում, ասում էր երանի քեզ, որովհետև մարմինն ու արյունը չհայտնեցին, այլ իմ Հայրը հայտնեց քեզ դա։ Եվ Հիսուսը այսպեսի մի արտահայտություն է անում. ես ասում եմ, որ դու Պետրոսն ես, ժայռը, եւ այս ժայռի վրա, որի մասին քո հայտնությունն է, մի խառնեք ստեղ։ Շատերը կարծում են, որ ինքը Պետրոսին էր ասում, դա Պետրոսի մասին չէր խոսքը։ Ասում էր այն հայտնությունը, որ դու ունեցար, որի իմ մասին էր, ես կկառուցեմ իմ եկեղեցին։ Ես կկառուցեմ իմ եկեղեցին այդ հայտնության ժայռի վրա, որտեղ դա ժայռ է, որ ես եմ Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Սա հիմքն է, սա ամրությունն է իմ ու քո եւ ամբողջ եկեղեցու եւ եկեղեցին, որը կառուցված է սրա վրա, այս հիմքերի վրա, ասում էր Սատանան եւ դժոխքի դարպասները նրան չեն հասնի։ Ոչ թե Պողոսի կառուցած եկեղեցուն կամ Պետրոսի կառուցած եկեղեցու մասին էր խոսքը, այլ կառուցված Քրիստոս Հիսուսի հիմքի վրա, որ Հիսուս Քրիստոսն է, Աստծո կենդանի որդին։ Եվ ինչ էր ասում, ասում էր ովքեր որ այս խոսքին չեն հավատում, հայտնության թուղթն ասում է ինչ են, դա ների հոգին է, ովքեր որ չեն հավատում, որ Հիսուսն էր Քրիստոսը, Աստծո որդին։ Այսպիսով ամեն անգամ, երբ Աստված մեկին նոր անուն էր տալիս, նա ինչ որ բան էր կառուցում։ Ամեն անգամ, երբ նա նրանց նոր անուն էր տալիս, նա ընդլայնում էր ինչ որ բան նրանց կյանքում։ Նրանց նոր անունը ներկայացնում էր նրանց նոր առաջադրանքը, նոր ոլորտը, նոր մակարդակն ու պատասխանատվությունը։ Այսպիսով, երբ Պողոսը դարձավ Պողոս։ Հիմա պիտի խոստովանեմ ձեզ։ Կցանկանայի ասել, որ այս ամենը ես սովորել եմ աստվածաբանական դպրոցում եւ երբեք իմ մտքից դուրս չի եկել եւ իմ պատկերացումներից մեջ տպավորված մնացել է, հիշողությունս 100-ին 100 աշխատում է, սուտ է։ Չէ, տենց չի։ Այդտեղից չի մնացել։ Իմ մոտ հարց առաջացավ։ Եվ այդ հարցին շուրջ ես ինքս սկսեցի մտածել։ Վերադառնալով Գործք առաքելոց 9-րդ գլուխ, ես սկսեցի կարդալը։ Ինչի համար վերադարձա Գործք առաքելոց 9-րդ գլուխ, որտեղ հենց այդտեղ է, երբ որ նա ընկավ, Աստծո հետ հանդիպեց, կուրացավ, որից հետո նա գնաց եւ Անանիային հանդիպեց, Անանիան աղոթեց նրա կուրությունը հետ եկավ, հետո նա գնաց անապատ 3 տարի, եւ իմ համար այս հատվածների մեջ փորձում եմ որոնել ու գտնել, եւ ասում եմ միգուցե այստեղ ես բաց թողեցի, կամ թարգմանությունս ճիշտ չի, վերադարձա մեկ այլ թարգմանություն, վերադարձա մեկ այլ թարգմանություն, վերադարձա 11-րդ գլուխ, 12-րդ գլուխ, եւ Աստված երբեք չփոխեց նրա անունը։ Ես ցնցված էի, որովհետև մտածում եմ, որ անշուշտ, եթե նա այժմ Հիսուսին ներկայացնում է որպես Պողոսի առաքյալ, Աստված պետք է որ այդ նրա նոր անուն տված լիներ։ Բայց այդպես էլ չտեսանք։ Բացառությամբ Գործք առաքելոց 13-րդ գլխի 9-րդ համարում։ Կանգ առեք մի պահ։ Ես դες այս ամենը ասում եմ, որովհետև երբեք մենք չգիտենք, թե երբ է տեղի ունենում փոփոխությունը մեր կյանքի։ Երբեմն դա կարատևի մինչև 14 տարի, երբեմն կարատևի 1 տարի, երբեմն կարատևի այնքան մինչև որ դու հասնես գաղատացիների թուղթ գրելուն։ Ոչ ոք չգիտի այս ընթացքը ինչով ես դու անցնելու եւ ինչ փոփոխության ես ենթարկվելու։ Ես փորձում եմ օգնել ձեզ վերադասավորել, վերակարգավորել ամեն բան ձեր կյանքերում։ Վերանայեք ձեր կյանքը, փորձեք գտնել, որտեղ եք ընկած եւ որտեղից եք Աստված ուզում ձեզ բարձրացնի։ Աստված կարող է ժամանակ տևի ինձ ու քեզ բարձրացնելու համար։ Աստծո գործունեությունը իմ ու քո կյանքում շատ հաճախ տևում է երկար ժամանակ։ Դու այդ ընթացքը, process-ը դու միանգամից չես գալի եկեղեցի Քրիստոսին Տեր դավանում, կյանքդ ամբողջությամբ փոխվում է։ Դու Սողոսից դառնում ես Պողոս ու քո կյանքդ ամբողջությամբ փոխված ավետարան ես մատուցում։ Ոչ։ Մի խաբվեք։ Դա ընթացք է, որով ես ու դու անցնում ենք։ Ոսկին, որ ոսկի է, երբ որ գտնում են, իրան ոչ մեկս էլ բանի տեղ չի դնի ու չի էլ նայի, եւ շատ հաճախ միգուցե վրայով անցնում ենք, չենք էլ հասկանում ինչ է։ Մինչև չանցնի, մինչև չմաքրվի, մինչև չգա այն պատկերին, մինչև չգա այն գիտությանը, որ ես ու դու վազենք ու ես իմ իշքան այդ գրպաններումս փող կտանք, մինչև գալը դրան նա ունի մի տեսակ, որ ես ու դու էլ պիտի անցնենք այդ տեսակի մեջով, որպեսզի կառուցվենք, կազմավորվենք։ Եվ գիտեք ինչ եմ մտածում, այսօր առավոտյան ես որ մտածում եմ, պատկերացնում ես փայտը, որ ինքը իրանով փայտ է, որոշի որ ես մինչև չդառնամ սքանչելի, փայլուն, մաքուր,
պատրաստված անոթ, փայտագործի մոտ չեմ կարող գնալ։ Ցավալի է, սիրելի քույրս, եղբայրս։ Եթե դու կարծում ես, որ դու այդքան կաս, որ դու այնքան սուրբ ու մաքուր ես, որ հասել ես այդ աստիճանի ու նոր պիտի գնաս Աստծու մոտ, որ Աստված քեզ օգտագործի, խաբում ես ինքդ քեզ։ Դու քո կեղտերի, ցեխերի մեջ թաղված վիճակով պիտի գնաս նրա առաջ, ասես Տեր, օգտագործի ինձ։ Տեր մաքրի ինձ, Տեր փոխի ինձ, Տեր օգնի, որ ես փոխվեմ, Տեր օգնի, որ ես դառնամ այն, ինչ որ դու ուզում ես, որ ես դառնամ։ Ոչ թե ես դառած եմ գնում, ասում, ահա ես Տեր, օգտագործիր ինձ։ Ոչ, ես ինչպիսին որ կամ այդպիսին գնում եմ եւ ասում եմ, ահա ես Տեր, մաքրիր եւ օգտագործիր ինձ։ Իմ ցանկությունները չեն, որ ես թողում եմ, վայ, ամեն բան թողում եմ, վազում եմ, չէ։ Գնում ես ու process-ը ընթացքա, որով անցնում ես։ Եվ համարը եթե նայեն Գործ 13-ին ինչ ասում, բայց եւ Սողոսը, որ Պողոս էր, մյուս թարգմանության մեջ ասում, որ նաեւ Պողոս էր կոչված, Սուրբ Հոգով լցված մտիկ տվավ նրանց։ Սողոս, որը Պողոսել էր կոչված։ Ինչ է սա նշանակում։ Աստված չփոխեց եւ նրան չտվեց անուն։ Ոչ։ Սողոսը նրա հրեական անունն էր։ Պողոսը հռոմեական, որովհետև նա ուներ երկու անուն։ Ծնվելով Տարսոնում Կիլիկիայում նա յուրահատուկ առավելություն ուներ։ Թեև ծագումով հրեա եմ, քաղաքացիությունով հռոմեացի։ Թեև ծագումով հայ եք, բայց միգուցե քաղաքացիությունով ամերիկացի։ Եվ շատերը Հովանես էին դառան Ջոն, չգիտես, մյուսները ես իմ ինչ էին դառան, չգիտես ինչ։ Էությունը չփոխվավ, աստվածային կանչվածություն չեղավ, բայց դու ունես որակ, որը պիտի գործածես եւ օգտագործես Տիրոջ փառքի համար։ Այսպիսով նա Սողոսնել էր, Պողոսնել էր։ Սողոսը վատ չէր, բայց Պողոսն էլ վատ չէր։ Սողոսը այն կյանքն էր, որը նա կառուցել էր մինչև Հիսուսին հանդիպելը, բայց Պողոսը այն կյանքն էր, որ նա ավետարանը պիտի տաներ հեթանոսների մեջ հասցներ։ Նա նոր էր կերտում այդ կյանքը։ Ես չգիտեմ, ում է սա պետք կամ ում համար է սա։ Չգիտեմ նաև քո անունը, չգիտեմ թե ինչի համար ես դողում, չգիտեմ ինչի համար ես դու դառնությամբ կանգնած ինչ-որ դրան առաջ։ Չգիտեմ թե ինչի համար ես պայքարում եւ նաև չգիտեմ թե ովքեր են քո խորհրդատուները, բայց ուզում եմ իմանաս, որ Աստված ուզում է ասի. դու արդեն ես այն, ինչ որ ես քեզ կանչել եմ ու տվել եմ այդ անունը։ Դադարիր փորձելու գտնել նոր քո եսը, դադարիր փորձելու գտնել այն ամենը, ինչը որ դու ուզում ես լինես։ Դադարիր այդ անելուց, ինչը նա ուզում է, որ դադարիր փորձել դառնալ այն, ինչ դու արդեն ես։ Դադարիր սեր որոնել սեր կորած տեղերում, որովհետև դու արդեն իսկ սիրված ես։ Եվ դադարիր քեզ տալ նրանց, ովքեր չեն կարող քո պարունակությունդ ընդունել։ Դադարիր ուղղակի քեզ վատնելուց։ Տուր Աստծուն այն, ինչը որ դու պիտի տաս Աստծուն։ Եվ Աստված կանի այն, ինչ որ ուզում է անի քո կյանքում։ Գիտես, մենք եթե ուշադրություն դարձնենք, հետաքրքիր մի բան կա, որ ես նկատեցի ես վերջերս Հարության տոնի եւ բանի, որ նայում ենք, ես տարբեր հատվածներ ուզեցի հիշեմ, ուսումնասիրեմ։ Ղազարոսի պահը, երբ որ հիշեցի, մի հատ հետաքրքիր պատկեր էր իմ առաջ կանգնած։ Երբ որ Քրիստոսը կանգնավ Ղազարոսի գերեզմանի մոտ, Ղազարոսի եւ Քրիստոսի միջտեղ ինչ կար։ Քար։ Քրիստոսը միացնեց բում, չարեց այդ քարը տրակավ, էսի ինչ պայթուններ եւ այլ ոչ մի բան։ Ինչ ասեց։ Քարը գլորեք։ Շատ հաճախ իմ ու քո փոխհարաբերության մեջ այսպիսի մի քար կա կանգնած, որը արգելքը հանդիսանում Քրիստոսին տեսնելու, ինձ տեսնելու, ինքը տեսնում ամեն բան։ Եվ արդյունքում ինչ է լինում, դու մեռնում ես։ Ինչի ես մեռնում, որովհետև քո հայացքդ փակված են այդ քարերով։ Փակված է եւ քո տեսանելիության սահմանը այսքանից ավել չի եթում։ Եվ Քրիստոսն ինչ էր ասում. գլորեք այդ քարը։ Մինչև դու չգլորես, մինչև դու չհեռացնես այդ քարը, նա ոչինչ չի անելու քո կյանքում։ Նա չի բերելու այդ բժշկությունն ու ապաշխարությունը քո կյանքում, եթե դու այդ քարը չգլորես մի կողմ ու ասես. ահա Տեր, գործիր էստեղ։ Եվ սա իմ ու քո անելիքն է։
Սիրելի քույրես, եղբայրես, հիշեք, երբեք Աստված չի գալու բռնանալով քո կյանքում ինչ-որ մի բան անելու, նա գալու է իմ ու քո կյանք եւ մենք մեր համոզմունքներով ամբողջությամբ հանձնվելու ենք։ Երբ որ ես գնում եմ ինչ-որ մեկի մոտ, ում դեմ ես դու հանձնվում։ Միայն նրա առաջ կարաս հանձնվես, ով որ քեզանից ուժեղ է։ Բացարձակապես ուրիշ ոչ մեկի դեմ դու ծունկ չես ծռի։ Եթե դու գիտես, որ դիմացինդ ավելի զորավոր է, որի դեմ դու չես կարողանալու կանգնես, այդ է միայն ժամանակը, որ դու քո ծնկներին կարաս իջնես ու հանձնվես։ Բայց եթե դու գիտես կարող ես այդ ամեն ինչը հաղթահարել, դու երբեք չես հանձնվի։ Դու կպայքարես մինչև վերջ։ Դադարիր պայքարելուց։ Դադարիր պայքարելուց քո կյանքի համար։ Հանձնիր քո կյանքը Քրիստոսին ու ասա՝ ահա ես Տեր։ Ես ուզում եմ, որ իմ ամբողջ կյանքը փոխվի։ Ես ուզում եմ, որ այն անունը, որ կանչվածությունը, որ դու դրել ես իմ կյանքի մեջ, դա գործի։ Ինչը պիտի հեռացնեմ իմ կյանքից, ես ու դու ավելի լավ գիտենք, թե ինչը պիտի հեռացնենք, քան մեր կողքինները։ Մի խաբեք ձեզ, դուք ավելի լավ գիտեք ինչն է խանգարում քո ու Աստծո փոխհարաբերությանը։ Եվ Աստված ասում է՝ հեռացրու դա եւ թույլ տուր ինձ գործել քո կյանքում։ Ժամանակն է, որ դու դադարես եւ կանգ առնես եւ օգտագործես քո նոր անունն ու կանչվածությունը, որ դու նրա զավակն ես։ Եվ եթե դու նրա զավակն ես, ուրեմն քո կյանքում կա մի բան, որ դու պիտի անես։ Թողնես ամեն բան, հետևես քո հորը։ Եվ քո հայրը ասում է՝ ինձ պետք չի քո կիսատ պրատ եկեղեցի գալը, հոգևորություն խաղալը, ինձ պետք չի դա։ Դու դրանով Աստծուն չես զարմացնում։ Կներեք ռուսերեն բառը միգուցե ադալժենիա, հա։ Դու դրանով ոչ մեկին ոչ մի լավություն չես անում Աստծուն։ Քո ներկայությունը եկեղեցում ոչ արտակախորն եք դրանով լավություն անում, ոչ մեկին այստեղ ներկաներից ոչ մեկին։ Դա դուք լավություն եք անում ձեր կյանքի հանձնման համար, որ ես այսօր այստեղ եմ հանդիպելու քեզ Հայր, եւ ես այստեղ եմ, որովհետեւ գիտեմ, որ իմ Հայրն էլ է այստեղ, ես եկել եմ նրան տեսնելու, ես եկել եմ նրանից լսելու, ես եկել եմ նրանից վերցնելու։ Տատիկներ կամ պապիկներին, ովքեր որ ունեն, որ գնում եք այցելության, բոլորով գնացել ենք իրանց տեսակցության եւ ամեն մեկս մի հատ հեռախոս է վերցնում, ամեն մեկը խմբավորվում մի անկյունի վրա, չգիտես ինչ է անում։ Սպաղված ենք, եկել ենք իրանց տեսնելու, բայց այդպես էլ դու իրանց չտեսար։ Իսկ չիմացար էլ այդ որ մազերը սանրել էր, չես սանրել, վասվել էր, չէ՞ վասվել, որտեղ դու զբաղված էր այլ բանով։ Եվ շատ հաճախ նման կերպ մենք Աստծո հետ ենք վարվում։ Գալով եկեղեցի մոռանում ենք, թե ում առաջ ենք եկել։ Մոռանում ենք, թե ինչի համար ենք եկել եւ մոռանում ենք, թե ինչ պիտի անենք։ Այստեղ գալը նրա երեսը փնտրելու, նրա երեսը փափագելու համար է միայն։ Փափագով ու ծարավով արի ասա Տեր, ինչ ունես այսօր ինձ տալու։ Տեր, ինչ ունես այսօր ինձ ասելու։ Ես ուզում եմ այսօր վերցնեմ ամենը, ինչ որ ունես պատրաստած եւ ոչ թե միայն վերցնեմ, այլ օգտագործեմ քո փառքի համար։ Եվ թող սա լինի իմ ու քո որոշումը Տիրոջ տուն մտնելու համար։ Այո, մենք կարանք գանք այստեղ իրար հետ հանդիպելու, լավ ժամանակ անցկացնելու, հավատացնեմ ձեզ, որ այստեղից դուրս էլ մենք կարանք դա անենք։ Բայց այստեղ գալու միակ նպատակը պետք է լինի նրա հետ հանդիպելը։ Եվ քո հանդիպումը մինչև չառնես, ինչպես Հակոբն ասում, մինչև ինձ չորտնես չեմ թողնելու, այդպիսի փափագով ու այդպիսի երազանքով պիտի գաս։ Մինչև ինձ չհպվես, մինչև ինձ չորտնես, ես այս դռներից դուրս չեմ գնալու։ Հավատացնում եմ քեզ, որ քո հավատքի պես էլ քեզ կլինի։ Եվ դու կառնես, կվերցնես ու կգնաս։ Այլևս Սողոս չես լինի, այլ Պողոս։ Ես ուզում եմ, որ օգտագործեմ քեզ այնպիսին, ինչպիսին որ դու կաս, եւ օգտագործեմ իմ փառքի համար։ Միգուցե այս ժամանակահատվածը քո կոչումն է սկսել օգտագործել այն, ինչ նա արդեն տվել է քեզ։ Սկսիր օգտագործել այն, ինչ որ արդեն Աստված տվել է քեզ։ Եվ մի սպասի, որ մի նոր բան պիտի տա քո համար։ Եվ ուզում եմ, որ հիշես, այն ամենը, ինչ ունես, դա միայն նրա շնորհքի եւ ողորմության արդյունքն է, որ ունես։ Դա քեզանից չի, դա իմ արժանինքներից չի, դա քո արժանինքներից չի, դա միայն նրա ողորմության եւ շնորհքի արդյունքն է։ Եկեք վերջի երկու համարներն էլ կարդանք ու պատրաստվենք աղոթքի երկրպագության։ Երկրորդ Պետրոս 1:3 ինչ ասում, ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի եւ աստվածապաշտության համար պետք է, նրա գիտությունով, որ մեզ կանչե փառքով եւ առաքելությամբ։ Եվ Եփեսացիների 2:10 ասում է. վասնզի նրա ստեղծվածն ենք Քրիստոս Հիսուսով,
հաստատված բարի գործերի համար, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք։ Աստված արդեն իսկ տվել է, Աստված արդեն իսկ արել է ամեն բան, իմ ու քո կյանքում մնում է մի հատ մի բան, հանձնվել նրան ու ասել Տեր, արա ինչ ուզում ես իմ կյանքի մեջ, որովհետև ես ինձանով մեղքից բացի ուրիշ ոչինչ չեմ կարող անել, բայց քո զորությամբ, քո հոգով ես կարող եմ անել այն, ինչը որ անհնարին է անել մարմնավոր ցանկություններով։ Եվ Պողոսը այն վառվածությունը, այն կրակը, որ ուներ իր մեջ, որ Աստված լեցրել էր նրա մեջ, որ ինքը վառվում էր սպանելով, որովհետև ինքը կարծում էր, որ դա ճիշտն է։ Դա ճիշտն է, այո, պիտի սենց անենք, ես կրոնավոր եմ։ Լավ է, որ կրոնավոր ես, բայց ինչ ես անում։ Ում ես պաշտում եւ ում համար ես այդ երկրպագությունը բարձրացնում։ Աստված տեսավ նրա նախանձավորությունը, տեսավ նրա մեջի կրակը, ասեց այս կրակը եթե ուղղենք եւ դնենք ճիշտ նպատակակետին, այս կրակը ամբողջ աշխարհը կվառի։ Եվ ինձ ու քո կյանքում էլ Աստված շատ հաճախ վերևից նայում է, տեսնում է մեր միգուցե տկարությունները, միգուցե թերությունները, միգուցե սխալները, բայց ասում է ես գիտեմ, այն ինչ որ կա սրա մեջ, եթե ճիշտ տեղում դնենք, ճիշտ ընթացք կտա եւ ճիշտ գործունեություն կանի։ Եվ իմ ու քո կյանքի համար Աստված ուզում է այդպես, նա արդեն ամեն ինչ տվել է աստվածապաշտության համար, Տիրոջը երկրպագելու համար, նրա ողջ էությունը տեսնելու համար, նրա ամբողջությամբ բացահայտելու համար, իմ ու քո կյանքում արդեն ամեն բան տրված է։ Բայց ինձանից ու քեզանից գալիս է մի բան, որ մի սպասի, որ Աստված պիտի երկնքից իջնի ու ասի, գիտես, այլևս քո անունը սա չի լինելու, ես պիտի փոխեմ ու դարձնեմ սա։ Ոչ։ Ընթացք կանցնես, կմաշվես, կհալածվես, կտանջվես, կքարկոծվես, կիչացնեմ այնքան, որքան որ պետք է քեզ իչացնեմ եւ կօգտագործեմ այնպես, ինչպես որ պետք է օգտագործել, որովհետեւ ես ու դու պիտի լինենք մաքուր անոթ, որ այդ մաքուր անոթը գործի իր փառքի համար։ Ոչ թե իմ եսը բարձրանա, այլ Տիրոջ անունը փառավորվի սրա մեջ։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք քեզանից, Հայր։ Տեր գոհանում, մեծարում, փառաբանում ենք քո սուրբ ու պատվական անունը։ Հայր, շնորհակալություն ենք հայտնում քեզ, որ դու մեր տկարություններին չնայեցիր։ Շնորհակալություն ենք հայտնում քեզ, որ դու մեր մեղավոր անցյալին չնայեցիր։ Շնորհակալություն ենք հայտնում քեզ, որ դու, Տեր, մենք քեզ թշնամի լինելուն չնայեցիր, այլ որոշում կայացրեցիր իջնելու եւ քո կյանքը դնելու մեզ համար։ Հայր, խնդրում եմ խորապես գիտակցություն բերես մեզ։ Բերես նոր ճանաչում քեզ, Տեր։ Բերես նոր գիտակցություն, բերես նորովի հասկացողություն, հասկանալու թե իրականում ով ես դու եւ ինչ արեցիր մեր համար, Տեր։ Այն հանդիպումը, որ Պողոսն ունեցավ, Տեր, եւ այդ հանդիպման ընթացքում ծագեց միայն երկու հարց. ով ես դու եւ ինչ ես կամենում, որ ես անեմ քեզ համար։ Թող իրապես այսօր այդ երկու հարցերն էլ մեր կյանքերում բարձրանան, եթե դեռ չեն բարձրացել ու մենք չենք գիտակցել, թող գա այսօր ու քեզանից հասկանանք, թե ինչ ենք ուզում որ անենք, Տեր, քեզ համար։ Ահա, Տեր, մենք քո առջև ենք եւ խնդրում ենք քեզ հիմա որ իջնես քո ներկայությունով, Տեր։ Շարժվիր ես վայրի մեջ, Հայր։ Հալելույա քեզ։ Go
ես ինչի կարիքը, որ մենք ունենք, Տեր։ Դու մեր հոգում կերն ես, Տեր, մեր ամենն ես ինչի կարիքը, որ ունենք, Տեր, մեր կյանքում։ Հայր, խնդրում եմ քեզ, որ դու օգնես, որ այս երգի բառերը անգամ ուղղակի բառեր չհնչեն մեր կյանքից, այլ իրապես գիտակցումով ասենք, որ դու իմ ամենն ես, ոչ թե զուտ խոսքեր են ասելու համար, այլ իրապես ասելու դա եւ ապրելով մեր կյանքը դա ապացուցելու, Հայր, որպեսզի մեր ապրած կյանքի յուրաքանչյուր հատվածը, յուրաքանչյուր օրը փաստի ու հաստատի, այո, մենք երկրպագում ենք, դավանում ենք, ասում ենք, որ դու իմ ամենն ես, բայց ուզում եմ, որ իմ ապրած կյանքն էլ հաստատի, փաստի դա, դու իրապես այն ամենն ես, որը մենք ունենք, դու այն ամենն ես, որի կարիքը մենք ունենք մեր կյանքի մեջ, ոչ թե միայն կիրակի, այլ ամբողջ ընթացքում, մեր կյանքի յուրաքանչյուր օրվա մեջ ուզում եմ ասեմ, Տեր, որ իրապես դու այն ամենն ես, որի կարիքը մենք ունենք, մեր թաղված, խեղված, խախտված աշխարհի մեջ դու այն ամենն ես, որի կարիքը ունենք, Տեր, եւ տուր մեզ ուժ երկրպագելու, տուր մեզ ուժ փառաբանելու, մեծարելու քո սուրբ անունը, Տեր, որ մեր հոգու ընկերը իրապես դու լինես եւ մեր կյանքի յուրաքանչյուր հատվածի մեջ քո սովության խոսքը շուրջը երևա, Տեր։ Եվ շնորհակալ ենք նրան իր զորավոր հոգու համար։ Ամեն միասին երգենք։ Քաղցրել քո այցելած վայրերը Ծարավ եկա քո առջև
այժմ